Արգելի սիրելի ժողովուրդ, առաջինը ուզում եմ իսատել ձեր բոլորին ողջունել։ Երկրորդը ես ձեր Ծառուկյանն եմ։ Եկել եմ ստեղ լսելու ձեզ, ինչ որ հարց կունենաք, խնդիր կա, խնդրեմ կա, մտածում եք, դրա մասին հարց տակ պատասխանեմ։ Այսօր գիտենք, գյուղացու խնդիրը, խնդրեմը ոչ թե միայն գյուղացուն, բոլոր ոլորտներն կետ առ կետ գիտենք։ Մենք այս երկում ապրած, կայացած մարդ ենք, շփվում ենք բոլորի հետ, սած աշխատող, ծառայող, բանվոր, բժիշկ, գիտնական, արվեստագետ, շինարար, ցանկացած մարդ ունի իր խնդիր, իր խնդրեմը եւ հիմնական իր ցանկությունը, իր նպատակը, որ այդ խնդրին լուծում լինի, որ մարդը կարող է աշխատի, իր տունը պահի, որ իր տղեն գնացել, ամուսինը գնացել է դուրս, այլ գաստե աշխատի, թող իր տունը լինի։ Այստեղ էլ զրույցի առանցքում Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումն է։ Այստեղ եւս հողերի գներն էական թանկացել են, դրանք բարձր գնով աճուրդի են հանվում, արդյունքում տուժում է տեղաբնակ գյուղացին։ Գագիկ Ծառուկյանը հարցի լուծման իր տարբերակն ունի։ Արդեն հողերը թանկացել է, չէ՞, ձեր մոտ էլ է թանկացել։ Այո։ Հիմա դրա համար այն օր ինձ բողոքում էին, ասում են աճուրդի են դրել առաջ $500 էին կառնում տնամերձը, հիմա ասում է 12 միլիոնով են Երևանից առը գնացել։ Հիմա տենց էլ ստեղ է, կարող է արդեն դառնա 20 միլիոն, 30 միլիոն։ Դրա համար առաջերտին պետք է մի հատ օրենք ընդունվի, որ այս գյուղացին, որ ստեղ ծնվել մեծացել է, քանի տղա ունի, այնքան էլ պետք է տնամերձ հատկացնեն, ոչ թե աճուրդի դնեն։ Պետք է հաշվի առնեն մարդու աշխատանքը, մարդու ծննդավայրը, որտեղ արի մեծացել է, հիմա իրան տունը ծախի, թողի գնա եսին որտեղ, ասենք դա ոնց դա ընդունել է, իհարկե ոչ։ Միշտ մարդու մասին պետք է մտածեն, հնարավորություն տան, որ մարդ իրեն գնահատված զգա։ Անց որ հեժան-մեժան մի տվեք, համբերեք, եթե հիմա տալիս են 30-50 հազար, կտան 100-200 հազար, եկող տարի որ բացեցինք, իմացի, որ բոլորդ էլ գործ եք ունենալու, բոլորդ էլ զբաղմունք եք ունենալու, շարժը լինելու է, այդքան տուրիստ գնալու է գա, մարդիկ շինարարություն կանեն, աշխատողները գնալու են, կարակ դու կանեք, 20-30 միլիոն մարդ որ գա, դա արդեն կազմա, չգիտեմ, մի 80 միլիարդ փող, որը մնալու է այստեղ, մեկը լավաշ, մեկը պանիր, մեկը մածուն, մեկը մի հատ սուվինիր, այնպես որ տրամադրությունները բարձր պահեք, քայլ են կատարե, մեզ ներդրում են կարի ու այդ ամբողջը ոչ թե միայն Հադիսի շրջակա գյուղերին է վերաբերում, ամբողջ Հայաստանով մեկ, բյուջեն էլ է գումար գնալու, դրա իման վրա կարան թոշակել բարձրացնել, ամենակարևորը ամեն ինչ լավ ալն է եւ այդտենց երկու հատ էլ խոշոր ներդրումային ծրագիր, որը մենք տարածքային կամ մշակութային պատմական ունենք, կարան կանենք ու պրծավ ամեն ինչ լուծում է։ Արաբական երկիրը Դուբայը 30 տարի առաջ ընդեն ջրի հապը մի 200 հատ դոմիկներ էր դրած։ Օրենք ընդունեցին, որ ընդե հող չի վաճառվում եւ որից մեկը չի կարա հիմնարկ բացի։ Եթե ուզում ես, ուրեմն պետք է արաբ լինի հետդ, 50%-ը ինքը լինի։ Դու ուզած բացում ես, իրան ամսական իր 5000-ը տալիս էիր, հիմի նույնն էլ դու կարակ պայմանակ չենք վաճառում, ախպեջան։ Բայց խոսքը որ սաղ պահ է։ Ախպեր ես հողս տալիս եմ, ինչ ես անում։ Լավ 50-50 չէ, ախպեջան, թողելի 40-60, 70-30, 80-20, նայստե ինչ ձևի ներդրում անում։ Կամ հիմա նեղնես, այդքան նեղնեսել եմ 6 ամիս էլ ամպերի հենց բացենք, հետքու 50 հազարը կդառնա 50 հազար։